Բացի նրանից, որ Հիսուսի արձանի տեղադրումը դա նախադեպ է համաշխարհային մակարդակով գործընթաց, այսինքն ամենամեծ խորհրդանիշն է քրիստոնեության, ամենակարևորագույն, այո, պարոն Ծառուկյանի մտահոգացումը, որ ամենաազդեցիկ, ամենամեծ, ամենաուժեղ, այսպես նույնիսկ կարելի է ձևակերպել Հիսուսի քանդակը պետք է լինի մի պետության, մի ժողովրդի մոտ, որ առաջինը ընդունե քրիստոնեությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ փորձում են զրկեն ինքնությունից, որ մեզ փորձում են զրկեն մեր արմատներից եւ մեզ փորձում են զրկեն ամենակարևորը մեր քրիստոնեական աշխարհայացքից, սա էլ Քրիստոսի արձանը միանշանակ լինելու է համախմբող, գիտեք ոնց, այո խորհրդանիշ, ինչու ոչ, որովհետև քրիստոնյան պետք է համախմբվի ինչի շուրջ, Քրիստոսի, եւ բացի լոկ, ասենց ասենք, պետության համար օգտակար դերակատարություն ունենալու խոսքը գնում է туриզմի մասին, խոսքը գնում է երկրի PR-ի մասին ընդհանրապես, սա նաև կարևորագույն բարոյա հոգեբանական նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք խորագույն, գիտեք ոնց խնդիրների մեջ բարոյա հոգեբանական առումով, որպես ժողովուրդ, որպես ասած, դա օբյեկտիվ է, պետք է դա նշել եւ այս պարագայում թերագնահատել այս պրոյեկտի նշանակությունը գլոբալ առումով գրեթե անհնար է։ Նաև մենք գիտենք, որ Բրազիլիան հայտնի է իր արձանով եւ շատ ֆիլմեր հենց նկարահանվում են այնտեղ, որովհետեւ գոյություն ունի այդ արձանը, ինչ է կարծում կինոյի ինդուստրիայում մենք կունենանք զարգացում, այսինքն կգան միջազգային հարթակները Հայաստան։ Դուք պատասխանեցիք ձեր հարցին, հարցով արդեն, քանզի տեսեք Բրազիլիան առաջինը ինչով է մարդու մտքի մեջ Հիսուսի արձանով եւ այո, սա շատ նուրբ հոգեբանական պահ է, ավելի քան համոզված եմ, որ խթան կլինի բավականին հետաքրքիր եւ լուրջ գործընթացների։ Արձանը ներկայացվել էր մի շարք փառատոներում, այդ մասին խոսում։ Այո, արձանը ներկայացվել է մի շարք փառատոներում, արձանը ներկայացվել է մի շարք փառատոներում, արձանը ներկայացվել է մի շարք հարթակներում, հեղինակավոր գիտենք Վենետիկում է վերջերս եղել ուղղակի ֆանտաստիկ մի միջոցառում, կինոփառատոնի մասին է եւ միջոցառման շրջանակներում Հիսուսի արձանն էր ներկայացվել։ Գիտեք, մենք պետք է բաց լինենք աշխարհին, պետք է բացվենք, բայց այդ բացվելը չի նշանակում մերկանալ եւ չի նշանակում բացվել աշխարհի տեսլականի ներքո։ Թող աշխարհը մեր տեսլականի ներքո բացվի ու թող աշխարհը մեր պատմության, մեր հավատքի, մեր ոգու, ներքո մեզ ճանաչի։ Շնորհակալ